Եվ հարգելի կարիճներ, եկեք տեսնենք ինչպիսին կլինի ձեզ համար հուլիս ամիսը։ Հուլիսը կարիճների համար։ Հուլիսը կարիճների համար։ Կարիճների աշխատանքը, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը, տիեզերքի խորհուրդը կարիճներին, անակնկալը և զգուշացումը։ Մենք կտեսնենք հարգելի կարիճներ, դուք ինչ էներգիաների մեջ կգտնվեք ողջ հուլիս ամիսը, ողջ հուլիսը կարիճների էներգիան և տեսնենք կարիճներ ջան, ձեր աշխատանքը։ Աշխատանքի հետ կապված Կարալիվա ժեզլով, եթե տղամարդ կարիճ է ինձ նայող, իր աշխատանքը կապված կլինի գործավար կնոջ հետ։ Իսկ եթե կին է նայողը, ապա դուք կլինեք այսպես շատ ուժեղ էներգիաների մեջ և կարողանաք թե ինտուիտիվ, թե գործնական ֆոնի վրա կարգավորել ձեր աշխատանքային հարցերը։ Ինչ վերաբերվում է ձեր ֆինանսին, ապա ֆինանսը կարող է ոնց գալ այնպես էլ գնալ, կամ ֆինանսական հարցերը մի մասը այսպես պարտքի վերադարձ լինի, մյուսը լինի ընտանիքի հետ կապված խնդիրները լուծելու վրա։ Ֆինանսը կարող է գալ նաև երկկողմանի, կարող եք պահել ֆինանսական բալանս, ինչքան ծախսել, ինչքան խնայել, դա պետք է արդարացված լինի ամեն դեպքում, և ինչի՞ չէ, կարող է դուք հավելյալ եկամտի աղբյուր նաև փնտրեք։ Անձնական կյանքը, այստեղ դուրս է եկել լրիցր պենտակլի, անձնական կյանքում ակտիվություն չկա, բայց դանդաղ և ինքնավստահությունը կա։ Սա նշանակում է ուշացող որոշակի աջակցություն կամ ուշացող որոշակի այսպես հանդիպում, առողջության հետ կապված։ Առողջության հետ կապված ես խնդիր չեմ տեսնում, որովհետև ամեն ինչ այսպես բալանսավորված է լինելու ձեր համար։ Եթե առողջական խնդիրների հետ կապված ձեր մոտ հարցեր կառաջանան, ապա շատ լավ կլինի ուշադրություն դարձնել զույգ օրգաններին, օրինակ երիկամներին։ Խորհուրդը Կարոլ ժեզլով ձեզ խորհուրդ է տալիս ավելի գործնական տրամադրություն ձևավորել, հնարավոր է ձեր հարցերը կապված են, եթե կին է նայողը տղամարդուց, իսկ եթե տղամարդ է նայողը, ապա ձեր էմոցիաները գուցե ձեզ խանգարում են ճիշտ գործողություններ անել, փորձեք ավելի գործնական տրամադրություն ստեղծել ձեր շուրջը և ավելի վստահ լինեք ձեր վրա։ Անակնկալը կապված է ձեր դժվարությունների հետ և հնարավոր է հանդիպեն ձեր կյանքում մարդիկ, որ փորձեն օգնության ձեռք մեկնեն ձեզ, որպեսզի դուք ավելի թեթև լինեք։ Անակնկալ կերպով նաև ինչու՞ չէ, կարող եք ուրիշի այսպես հոգսերը վերցնել ձեր վրա, բայց հիշեցնեմ, սա կարող եք վերցնել ու այդպես մնալ ձեր վրա։ Ինչ վերաբերվում է զգուշացմանը, քանի որ ձեր ջուրը հենց դուրս եկավ, հարգելի կարիճներ, տագնապներից, վախերից, էմոցիաներից զգուշ ենք լինում և թույլ չենք տալի մեր զգացմունքները օգտագործեն մեր դեմ։ Եվ այգի կարտը դուրս եկավ, սա հանդիպում, որ ասեցի ուշանում է, կամ հաճելի այսպես խոսակցություն։ Այսպես